Բարոյ հարգիրայնակիցներ, շարունակում ենք սա կարծեմ 10-րդ հաղորդումն է։ 9-րդ հաղորդումը մենախոսություն ստացվեց, որտեղ ես պարզաբանեցի այն վարկածը, որտեղ կեղծ պատմություններ են գրած անտրամաբանակը, իմ տրամաբանությունը դրեցի մեջը, հիմնվելով այս կամ այն պատմական փշուրները իրար մոտ բերելու հիման վրա։ Եվ ձեզ մտածելու առիթ տվեցի։ Տեսնենք ինչպես է մտածում այդ հարցի վերաբերյալ Սանասարյանը, որը այս գիրքը գրել է, որ ես անդադ կարդում եմ։ Հայ արշակունիներ իրենց հայացք ուղղում են դեպի քրիստոնեություն, միտքը պարզաբանելու կարիք ունի։ Նա սկսում է պարզաբանել, որտեղ ես արդեն մի հաղորդում այդ միտքը պարզաբանեցի։ Տեսնենք ինչ ասում հեղինակը։ Ինձ մատչելի աղբյուրներն այլ տպավորություն են ստեղծում։ Ինքն էլ ուրեմն աղբյուրներ ունի։ Այլ տպավորություն են ստեղծում, ոչ որ ես ունեի տպավորություն, չէ։ Դրանցից ամենայնիվ չի հասկացվում, որ արշակունիներ իրենց հայացքը դեպի քրիստոնեություն են ուղղել։ Աշակերտներին փորձում են մատուցել որոշ հեղինակների հիմա եկեղեցու այն տեսակետը, որ իբր հայ ժողովուրդը շարունակ սպասել է, թե երբ պիտի քրիստոնեությունը ստեղծվի, որ քրիստոնյա դառնա։ Եվ իր աշխարհանկալմամբ էլ իբր քրիստոնյա եղել մինչև այդ գաղափարախոսության ձևավորումը։ Այն դեպքում, երբ քրիստոնեությունը հրով ու սրով մուտք գործել Հայաստան։ Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նպաստել է հայոց Խոսրով թագավորի դավադրաբար սպանությունը եւ դրան անմիջապես հաջորդած Հայաստանի գրավումն ու ավերումը, իսկ օտարության մեջ մեծացած դաստիարակված թագաժառանգ տրդատը կարելի է եզրակացնել, որ Հայաստան վերադառնալուց հետո դեռևս չէր հասցրել ամուր կապեր հաստատել հայոց քրմական եւ իշխանական համակարգի եւ ժողովրդի հետ, իսկ երկիրն էլ նոր ազատագրված է եղել պարսիկներից եւ կիսաքաոսային իրավիճակում է գտնվել։ Ուրեմն տեսեք, Սանասարյանի նույնիսկ այս դատողությունը արդեն ինքն էլ չի կարողանում տեղավորվի, թե ոնց թե պարսկական պետությունը գրավված Հայաստանը թողել է ինչ որ բանից։ Պատմությունը այդպիսի բան չի հիշում, որ հանկարծ Հայաստանը անցել է ուր, անհայտ է, բայց որ Պարսկաստանը 50 տարի շարունակ 52 թվից սպանուց հետո նշանակել է կառավարիչներ Հայաստանում, ես այդ մասին ասեցի, ուրեմն Սանասարյանը պիտի լավ նայի, այդ մասերը գտնի կամ մտածի, գնա պարսկական աղբյուրները նայի, թե Հայաստանը այդ ովքեր են կառավարել։ Ուրեմն Հայաստանի ազատագրում որպես այդպիսին եւ տրտադին թագ վերադարձնել չկա, որովհետեւ որ տրտադն է խնդիրը։ Եթե Խոսրովի տղա տրտադն է, արդեն 300 թվականին նա պիտի լիներ 66-ից 70 տարեկան։ Եվ եթե այդ տրտադն է, որը որ հələ դեռ մինչև 330 թիվն էլ պիտի ապրել, ուրեմն դուրս է գալի, որ 100 տարի ապրել Խոսրովի տղա տրտադը։ Չէ։ Ուրեմն 70 տարեկան է եղել, որ հռիփսիմե կույսին իր մոտական չէ բռնաբարության համար, որ եկել էին քրիստոնեություն եւ Էջմիածնի Վաղարշապատի այգիներում խաղողի իրենց մարմնավաճառական ձեռնարկությունն կամ ազատ ձեռներեցությունն էին բացել, Եդեսիայի կողմերից էին եկել, հատկապես որտեղ կապեր եւ կենտրոն կա։ Ըստը զարմանալու բան է, եթե գրում եք տրտատ թագավորի անբարոյականությունը հռիփսիմե կույսի նկատմամբ, ասը չեք ամաչում, դա մեծ մարդ է եղել, եթե դա Խոսրովի տղան է։ Պիտի ասեք, չէ, դա ջահել էր, որ այդ ջահել էր, ով էր այդ թագավորը։ 30 տարեկան էր, հարցնում ես քո ուսուցչից։ Ինքը ասում է, դե հա, 40, հա։ Ոնց կլի 40 ասում ես։ Ուրեմն ինքը 60 թվից ծնված է 260։ Ինքը պետք է զարմանա։ Հայրը մահացել է, սպանվել է 252 թվին, 50 տարեկան ժամանակ։ Էս ինչ է պատմում, պետք է ասես, չէ։ Հիմա նույն ձևի Սանասարյանը փորձում է այդ պատմական այդ մութ տեղերի վրայով ինչ որ ձևով քայլել, արագ,
Գրիգորը փաստորեն ուրեմն հայոց թագավորի սպանությունը, հայոց թագավորության ընդհատումը Հայաստանի ավերումը կատարվել է Անակ Պարթևի դերակատարման հետևանքով, իսկ սրա որդի Գրիգոր Պարթևը կարողացել է ճիշտ գնահատել պահը եւ տրտատին դարձրել է քրիստոնյա հավատացյալ։ Գրիգորը փաստորեն դառնալով հայոց թագավոր, բռնությամբ քրիստոնյա է դարձրել հայ ժողովրդին։ Կարծում եմ ճիշտ կլինի, եթե տրտատի թագավորելու ժամանակը սահմանափակվի 301 թվականով, իսկ 301-ից 325 թվականները համարվեն Գրիգոր Պարթևի թագավորության տարիներ։ Տեսեք, նույնիսկ Սանասարյանը այստեղ շփոթմունքի մեջ է անգել, որովհետև այնպիսի թակարդներ ա լարած, որ մտելա, որ էնի լավ մեր թագավորն էր, բայց էսե ինչի է մեր թագավորին սենց արել, ինքն է կառավարել, նրան առա համարել բան։ Վերահացվում Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, ինչ որ մտածողության, որը մեր վրա հիմա ազդում է, եւ մենք անցյալը փորձում ենք այդպես պատկերացնել, ոնց որ թե այդպես է եղել, բայց այդպես չի։ Իսկությունը այդպես չես կարող 2000 տարվա դեպքերը վերցնես, անցյալի վրա մտածես մոդելը գտնեմ։ Այդպիսի բան չկա։ Տրդատ թագավորը եւ Գրիգոր Լուսավորիչը նույն սայլին կապված, նույն կետից առաջացած համագործակցող մի զույգ է։ Ծագումը որտեղից եկավ, ինքներդ պետք է գնաք գտնեք, մտածեք, որտեղ հակասությունները ասում են, էսի ինչի, բայց սովը գնացեք, գտեք, էսի քեզ պատմաբանական առաջադրանք։ Եվ հետևաբար Գրիգոր Լուսավորիչին սպարապետ նշանակել է 298 թվականին թագը ընդունած տրտատը։ 298 թվականին, որ նա նոր էր թագը ստացել թագավորությունը։ Բայց ոնց է Գրիգոր Լուսավորիչին 14 տարի խոր վիրապում, չարչարում ու բանտարկում։ Մի հատ ինքներդ հարց տվել եք ձեզ, կամ սրանց ասում եք, բայց ոնց է ալնում այսպես ալնում։ Կամ նա է սխալ, կամ սա է սխալ։ Տեսակ ինչ եղավ, ոնց բռնվեցին։ Դրա համար ով ուզում ալի սուտ, որ սկսեց խոսել, բռնվելու է, բայց դու պիտի դատողություն ունենաս, որ այս բաները հարցնես արագ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ այսպես համարվել։ Ինձ մատչելի սկզբնախմբներից այն պատկերն է ձևավորվում, որ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է դարձել դավադրության, խաբեության, ստի, հոգեբանական ճնշման, զանգվածային հիպնոզի, բռնությունների, սպանդի միջոցով։ Այն ինչ որ ես նախորդ հաղորդումում ձևակերպեցի երկար եւ տրամաբանորեն։ Սանասարյանը ասում է, ես ինձ էլ ատես թվում։ Որևէ մեկին այդպես չի թվում։ Ասում է, չէ, այդպես չի թվում։ Բա ասա տենանք ոնց է։ Ասում է, այսպես ասել։ Իրա սուտը վերցնում ես, ասում է Կարլեն Կարլենիչի նման։ Եկատեք, այդ սուտը կվերցնեմ, կմցնեմ, էդի պետք է ասես։ Դժբախտաբար հայոց պատմագրությունը դեռևս անաչառ գնահատական չի տվել մեր ազգային հավատքից մեզ զրկելուն եւ քրիստոնեությունը պարտադրելուն եւ դրանց հետևանքներին։ Այստեղ պիտի ասել այսպիսի մի բան։ Այ հարգելի ժողովուրդ եւ Սանասարյան, ախր եկեք եզրակացնենք, որ այն ինչ կատարվել է 301 թվին նվաճվել է Հայաստանը։ Հայաստանը շարունակում է մնալ նվաճված։ Դուք ինչից եք եզրակացնում, որ հիմա սա Հայաստանը անկախ ազատագրված եւ հայկական բազմահազար տարիներից եկող թագավորություն, պատմություն, մշակույթ շարունակողն է։ Ինչից եք եզրակացնում։ Ոնց է գետի, եւ հիմա էլ ասում եք, որ պարտադրեն դրանց հետևանքներ։ Դուք գտնվում եք օկուպացիոն տարիների մեջ 1800-րդ տարին է հոսում։ Ընդունենք։ Հարմարվենք այդ օկուպացիոն տարիներին, թե սկսենք խաղաղ ձևով կանգնացնել օկուպացիան։ Մտածեք։
գթեք, հարմարվեք, ճշտեք, ապացուցեք, խելոքացեք եւ հենց որ խելոքացակ, ապուշությունը, սրիկայությունը, այդ ինչ որ կարդացին, դրանք իրենց կանհետանան, եթե խելոքանան։ Եթե այնքան խելոքանաք, որ կայծակը խփեց անձրև թաց եղանակին, թաց ծառնել վառեց, չեք ասի հրաշքը։ Եթե տեսնեք մի հատ ամպ Քրիստոսի կերպարանքով, երկիկով սլանում է, չես ասի հրաշքը, կասես էս լավ սարկած է, որովհետև ուղեղը հասկանում է արդեն։ Շարունակեմ, այդ օրերի 301 թվականի հայ մարդու անորոշ եւ անելանելի վիճակը նկարագրող մի հատված բերեմ հայոց սրբերի սուրբ համարվող Գրիգոր Պարթևի գործընկեր Զենոբ Գլակից։ Ապա այստեղից էլ դուրս գալով անցանք մինչև Թորդան, պատմում է ավերիչի պատմագիրը, ուր սպասավոր կարգեցինք Սուրտինյոս վարդապետին, արդեն զգացվում է, որ Սուրտինյոսը բանից բերած օտար երկրա գործակալներ են, Սուրտինյոս վարդապետին, բոլոր գավառների համար, այնտեղից էլ դուրս եկանք եւ ուզում էինք անցնել Կարին եւ հայ գավառները, բայց իշխաններից ոմանք Սուրբ Գրիգորին հասկացրին, թե Տարոնի գավառում դեռևս կանգուն են երկու բագիններ, որոնք դևերին են պաշտոն մատուցում, եւ նա էլ դիմեց եկավ, որպեսզի սրանք եւս կործանի։ Եկավ Պալունյաց երկրի Կուաոս գյուղաքաղաքը, Գիսանե ավանը, բայց այնտեղ գտնվող քրմերից ոմանք անգետ մարդկանցից լսեցին, թե վաղն առավոտյան կործանելու է մեծն Գիսանեն ու Դեմետրը, եւ նա, որ գլխավոր քուրմն էր, անունը Արձան, Արձանը տեսեք, ուրեմն Արձանը գլխավոր քուրմի անուն է, որ ասում են արձաններ, մենք գլխավոր քուրմի անունով ենք կոչում այն մարդուն, որը արձանացել է արդեն պատվանդանի վրա։ Եվ իր որդի Դեմետր որդին, այնժամ Արձանն առաջ գալով սկսեց անարգել հայոց իշխաններին եւ ասաց. «Առաջ եկեք, ով դավանակործան մարդիկ, հայրենի աստվածներին ուրացողներ եւ թշնամիներ բարեփառ Գիսանեի»։ Իսկ Դեմետրը որդին Արձանի ասաց. «Լսեցեք մեզ հայոց իշխաններ, այս 40 տարի է ինչ ծառայում ենք մեր մեծ աստվածներին եւ քաջ գիտենք զորությունը նրանց, գիտենք, որ նրանց սպասավորների թշնամիների դեմ իրենք են մարտնչում։ Այժմ մենք չենք կարող պատերազմելով ձեզ հետ ընդդիմանալ, որովհետև սա տունն է հայոց թագավորի եւ դուք էլ արքայի իշխաններն եք, բայց ահա այս թող հայտնի լինի, որ թեև ձեզ հաղթել չենք կարող, սակայն գերադասում ենք մեռնել մեծ աստվածների զոհարանի վրա, քան թե նրանց ձեր ձեռքով կործանված ու ապականված տեսնել։ Այն ժամ մեջտեղ եկան Արցանն ու անգեղ տան իշխանը, սրով մեջտեղ եկավ Արցանն ու անգեղ տան Արցանը, սրով հարվածեց եւ Արցանի գլուխը պարանոցից անջատեց։ Արծրունյաց իշխանը կտրեց Մեստեկես անունով քրմապետի գլուխը, եւ երբ ետ դարձավ կռվի վայրը, տեսավ, որ անգեղ տան իշխանն ու Դեմետրը մենամարտում են միմյանց դեմ։ Դեմետրի վրա հարձակվելով կտրեց նրա գլուխն ու գցեց իր մաղախը։ Այնուհետև ընկան զորքի մեջ ու անխնա սկսեցին կոտորել, 1030 մարդ անշունչ փռեցին։ Երկար ժամանակ Սուրբ Գրիգորը սգում էր զուր տեղը նահատակվածների համար։ Երբ եկանք իննակնյա վայրը, տեսանք կռատունը քարուկան դարված եւ 15 կանգուն բարձրություն ունեցող արձանը 4 մասի բաժանված, քուրմերին առասարակ տանջելով, խոշտանգելով մահվան դուռը հասցրինք։ Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Երևան, 1989 թիվ, էջ 3643։ Ես չգիտեմ, այս կարդալը
ձեր վրա ինչ տպավորություն թողեց, որ մեր պատմագրության մեջ գրվել է այս պատմությունը, դուք պատկերացրեք 100 տարի հետո հանկարծ հայերին պարտադրվի, որ իրենք պիտի կարդան, ընդունեն, խոսք չասեն։ Հունգարիայում գլխատված հայ սպայի սպանության մանրամասները։ Եվ սա պիտի կարդան իրանք։ Եվ գրողն էլ պիտի լինի ադրբեջանցի, Սաֆարով էր, ինչ էր, դրա թորը, որը նկարագրի, թե ինչպես ինքը մտավ, քնած դևի սենյակը, այդ դևը հայն է մեր, այդպես պիտի նկարագրում։ Եվ Ալլահի օրհնությամբ կանչեց իր բազուկի ուժը եւ գլխատեց նրան։ Եվ էսի պատկերացրեք կարդան հայկական դպրոցներում։ Ձեր վիճակը։ Հիմա ես կարդացի էդի նույն վիճակն էր։ 1700 տարի անց է ինձ կարդացնել տվին մի հատ պատմություն, որը եղել է։ Այսինքն մեր սերունդին էլ պատկերացրեք տես կարդացնել տան։ Այսինքն լկտիության, բայց սա, որ եկեղեցական պատմության մեջ է, որպես Գրիգոր Լուսավորչի հաղթարշավ, իր գործընկեր Զենոբ Գլակի կողմից է գրած։ Էսի պետք է մենք կարդանք որպես սուրբ գրություն, որպես Հայաստանից մեր հարազատ գիտության, կառավարության, պաշտոնյաների, նախարարների գլխատումը հաստատող երևույթ, որպես չարի դեմ պայքար։ Եվ էսի պետք է ընդունենք։ Կուլ պետք է տանք, ասում եմ, բերանդ բաց, կլիկ քու տիրոջերն եմ անիծե։ Մի հատ է գլխիդ խմբի, ոչ ես պահե լեզվիդ տակ, որ հետո թքես, չէ, կուլտուր, ու պետք է կուլ տանք։ Մնացածը թողնում եմ ձեր դատողություններին։ Շարունակեմ, աննկարագրելի ողբերգություն, Դավադրի թելադրանքով հայ ժողովրդին կոտորում է և իր իսկ հենարանը հայոց բանակը։ Տեսակ ինչ եղավ։ Եվ ես հաղորդումներ առաջ ձեզ նշել էի, առաջի հաղորդումներում, որ գնում է հայոց բանակ սերիալը, և այդ հայոց բանակ սերիալի մեջի դերասանները, այդ ողորմելիները, այդ խուլիգանները, այդ անտաղանդները, անգետները, որ նկարագրում են հայոց բանակը որպես այդպիսին, ցցված ականջներով, ծռմռված գանգերով, մի հատ լավ նայեք, այս հայոց բանակը հանկարծ չընկնի այս գործողությունները անելու մեջ, շատ հնարավոր է, որտև այդ հայոց բանակ չի, որը բանակում հեռուստասերիալում ցույց է տալիս, մենք չենք տեսնում այդտեղ քրմանման զինվորներ, լուր, խոհական, կատարյալ, իմաստուն, դուք տեսնում եք խեղկատակների խաղ, և ես այն հաղորդման ժամանակ ասեցի, սա հայոց բանակը կազմալուծող սերիալ է, Ադրբեջանը հանգիստ կարող է լինել, որ եթե ինքը չկռվի, այդ բանակը վաղը չէ միսօր կհանվի իր ժողովրդի դեմ, ինչպես արել են 301 թվականին։ Որտև այդ բանակը, այդ սերիալով կրթված հայ բանակը, արդեն անբարո է իր ժողովրդի նկատմամբ, որտեղ նկարագրվում է այստեղ։ Ինչպես տեսնում ենք, հայ ժողովրդի գերագույն սուրբ համարվող Գրիգորը կարողացել է հայ զինվորների ձեռքով սպանել հայ օրդիներին
եւ նրանց բոլորի նույն գերեզմանում թաղել 1030 հայ։ Այս դրվագը Գրիգորի հայ ժողովրդին մատուցած չարագործության միայն մի փոքր պատառն է, սակայն հայ պատմագիտությունն ու ընդգծված գուրությամբ միայն գովաբանում ու փառաբանում է Գրիգորի սխրանքը ճակերտավոր, սխրանք, Սաֆարովի սխրանքը պետք է լսենք։ Նրան են վերագրում հայ ժողովրդի գոյությունն առ այսօր, իբր թե Գրիգոր Պարթևը մեզ չլուսավորեր, քրիստոնյա չդարձներ, ապա մենք դարեր առաջ որպես ժողովուրդ անհետացած կլինեինք։ Այսպիսին է հայոց եկեղեցախոնար պատմագրության բռնած ուղին ու դոգմա դարձած եզրակացությունը։ Պատահական չէ, որ այժմ Գրիգորի անվամբ ոչ միայն եկեղեցիներ ու տաճարներ են կառուցում, այլև նրա անվամբ են անվանակոչում ուսումնական հաստատություններ, փողոցներ, առողջապահական կենտրոններ եւ ամեն առիթով նրան անվանում լուսավորիչ, ինչպես արդեն ասվել է, ավելի քան 1700 տարի է ինչ հայ ժողովուրդը աշխարհը տեսնում է Գրիգորի մատուցած պրիզմայի միջոցով եւ քանի դեռ այդ պրիզման չի փշրվել, մեր աշխարհանկալումը կմնա աղավաղված, խաթարված իրականությունից հեռու կեղծ։ Այդ պրիզման է պատճառն այն բանի, որ օրինակ մենք կարդում ենք Ագաթան Գեղոսի աշխատությունը, սակայն բովանդակությունը չենք ընկալում։ Քանզի մեզ վարժեցրել են, ղեկավարվել, մեր համար ձևած եւ մեզ մատուցված կաղապարներով։ Այդ կաղապարը 17 դար շարունակ իր սև գործն է կատարում, հայ մարդուն մշտապես սաստելով, թե անկախ ամեն ինչից Գրիգորը հայոց մեծագույն բարերարն ու սուրբն է, իսկ այսպես չմտածված հայը սրբապիղծ է, այսպես չմտածող հայը սրբապիղծ է ու հակահայ։ Այնուհանդերձ հույս եմ փայփայում, որ գկա այն բաղձալի ժամանակը, երբ հայ մարդը տրամաբանորեն կլուծի, բրավո Սանասարյանին։ Սա ես էլ էի կոչանում, տրամաբանորեն, մտածել սովորեք, կրթվել, տրամաբանել սովորեք, առաջինը, որպիսի երևույթների միջև փոխկապակցությունը հասկանաք։ Միայն այդ ձևով կհաղթեք այս տգետներին, որոնք արդեն ձեզ կաղապարել են։ Գկային բաղձալի ժամանակ, երբ հայ մարդը տրամաբանորեն կլուծի իր առջև ծառացած խնդիրները եւ բարեկամին չի ընդունի որպես թշնամի, իսկ թշնամուն բարեկամ որպես։ Ինչպես նաեւ կգտնվեն վերլուծաբաններ, որոնք գուցեև 1915 թվականի Եղեռնի արմատներն փնտրեն նաեւ 301 թվականում կատարվածի մեջ։ Նույնպես կարող եմ ինձ թույլ տալ ասելու, որ հայոց մեծ Եղեռնը 301 թվականին կատարված ողբերգության ախտանիշն է, գլխավորապես այն իմաստով, որ կորցնելով աշխարհի իշխանությունը եւ ազգային հավատքը եւ ապավինելով միայն մեզ պարտադրած քրիստոնեական եկեղեցուն, մենք կերպարանափոխվեցինք, արդյունքում բարոյապես այնքան դեգրադացվեցինք, որ օրինակ մեր մտավոր եւ նյութական հարստություններն ուղեցինք անօգուտ եւ մեզ համար վտանգավոր գործերի կատարմանը։ Ահա թե ինչու կազմալուծվեց ազգային միասնությունը, ինքնապաշտպանության բնազդը եւ ցեղասպանության ենթարկվեցին մեր իսկ բնօրնանում հայոց հողում։ Դժբախտաբար ոչինչ չի փոխվել, գործընթացը շարունակվում է, բազմակետ է դրել։ Ըստ Զենոբ Գլակի հաղորդած տեղեկության, Գրիգոր Պարթևը իր հաշվետվությունն է ներկայացնում Կեսարիայում բնակվող իր ուսուցչին, ղեկավարին, առաջնորդին, Ղևոնդ Հայրապետին։ Եվ այս ամենը ահա ծանուցում ենք ձեզ, որպեսզի իմանաք, թե ինչպես այստեղ Քրիստոսի ջուրն իջնելով մահը կործանվեց։ Նույնպես եւ այստեղ սրա գալստյան դժոխքի դռները խորտակվեցին, եւ հենց այստեղ տարոնում էլ երկու տեղ մահն իր բույնն է դրել։ Դրանցից մեկում հատկապես այնքան էր որջացել, որ Սուրբ Հոգին հայտնի դարձրեց, թե հենց դա է դժոխքի դուռ կոչվածը։ Եվ որի Գիսանե կուռքով եւ նրա որդի Դեմետրեով բարձենում են տեղի բնակիչները, ուստի ձեռնարկեցի շտապ կարգով կործանել սատանայի այդ պատկերները։ Եվ նույն այդ մատուռի տեղում հաստատեցի Սուրբ Կարապետի եւ
Աթանագենես վկայի նշխարքները։ Հովան Մամիկոնյան, Տարոնի պատմություն 89։ Սկզբնաղբյուրներում ամեն ինչ պարզ շարադրված է, մնում է միայն սառնասրտորեն գնահատել կատարվածը։ Դեն շպրտել հայ մարդու մտքին դրված կապանքը, պատռել չարագործի դիմակը, Գրիգորի գրած մահը կործանվեց, դժողքի դռները խորտակվեցին, սատանայի պատկերներ կործանելը իրականում հայոց տաճարներն ու նրանց սրբություններն են, ինչպես նաև հայոց ավանդական հավատքից չհրաժարվող հայը։ Կեսարիայից փորձառու Ղևոնդը Գրիգորին կարգադրություններ է անում։ Այլև բարյաց խրատներ եմ տալիս քեզ։ Այդ իննակնյա տեղեկանքը, իննակյա տեղեկանքը անուն դրե չեմ անում ինչը, իննակնանյե տեղեկանքը, որի մասին շատերն են ասում, թե բարեբուխ է և հատկացրու այն որպես բնության տեղ կրոնավորոց դասի համար, հաստատիր դրանք նույն կանոններով։ Որ տեսար այստեղ մեր կրոնավորների մոտ։ Իսկ ճգնակեցության կաթն էլ պետք է ուսանես Սուրբ Անտոնից, քեզ զորավոք լինելու նպատակով Սուրբ Անտոնի աշակերտ Եփիփյանին էլ համոզեցի գալ այդ իննակնյա տաղանքը, որ հիդետ բերելով 40 հոգի խարազանազգեստ և ճգնակյաց, աշխարհիկ կյանքից հրաժարված և պարկեշտ վարքով ապրողների, և դրոշմիր հավիտենական հուշարձան, որպեսզի գյուղաքաղաքների կամ դաստակերտների բնակիչներից ոչ մեկը ալեքսանդրացիների օրինակով չգործի, ամենուրեք տերունական տաճար կառուցելով առանձին բնակվի, հավաքիր նույն տեղում մի 100-ի չափ մարդ, հատկացրու նրանց համար մեծամեծ ու հարուստ գյուղեր և ավաններ, որպեսզի վանքերի կարիքները նրանք բավարարեն և իրենք էլ միայն ճգնությամբ և աղոթքով ապրեն, խրատիր նաև այդտեղի իշխանավորներիդ, որպեսզի եկեղեցու զարդ լինեն աղքատասեր, կրոնավորասեր և երկյուղած, Տիմոթեոս և Եղիազարոս եպիսկոպոսները դեռ այն ժամանակ գնացին, երբ դուք բագիններ էիք կործանում, և մեր կյանքն էլ թող Տեր Աստվածը ձեզ պարգևի, որ անձամբ առաջնորդվելով հոտդ կարողանաս բանավոր փարախը դեպի վերին Սիոնը փոխադրել։ Հովան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Երևան 89 թիվ 22-23 Նախ քաղվածքում նշված դեպի վերին Սիոնը փոխադրելը, բացի հայ ժողովրդին մերձանելու իմաստից, արդյոք այլ կերպ կարելի է հասկանալ։ Գրիգոր Պարթևը կրոնի քողի տակ կարողացել է ոչնչացնել հայոց ազգային հավատքը, կոտրել, ինչպես և երկրից արտաքսել բնակչության զգալի զանգվածին և տիրանալ հողատարածքների ու այլ հարստությունների։ Ահա այսպիսին է առ այսօր փառաբանվող քրիստոնեության մուտքը Հայաստան։ Բերված քաղվածքից պարզ երևում է, թե ինչ անիմաց ու հեռատես են եղել Հայաստանի նոր տերերը, Ղևոնդն ու Գրիգորը, սակայն անմծություն է նրանց մեղադրել։ Դժբախտաբար ազգային ուժը չի կարողացել համախմբել ինչպես այսօր է, և Գրիգորը, կարծում եմ ճիշտ կլինի ասել այն կազմակերպությունը, որի մեջ ընդգրկված է եղել Գրիգորը, հաղթել է Հայաստանը, դրել իր ոտքի տակ, այն էլ, ինչպես տեսնում ենք, թվում է, թե հավերժ։ Ըստ Զենոբ Գլակի Գրիգոր Պարթևը տրտատի համաձայնությամբ հատուկ կանոններ է սահմանում ժողովրդից 10-րդ հարկ վերցնել քահանաների համար, քահանաներից էլ եպիսկոպոսների համար, նաև երկրի պտուղներից ու զոհաբերությունից բաժին, ինչպես եկեղեցու, նույնպես նրա ամբողջ սպասավորության համար։
Տարոնի պատմություն էջ 13, ինչը լիովին համապատասխանում է Աստվածաշնչի տառին ու ոգուն, ինչը նշանակում պատվիր Տիրոջը քո արդար վաստակից։ Պատասխան. հերթով առաջ է բերում գործնական արդարությունը։ Այժմ խոսում է Աստծո ընծաների մասին, որն է 10-րդը եւ պտուղների երախայրինները։ Ինչպես ասում էր Հակոբը. եթե ինձ կերակուր եւ զգես տաս, Տեր, կտամ քեզ 10-րդ ամեն ինչից։ Ծննդոց 28:20 եւ հետո Աստված Մովսեսի միջոցով օրենք սահմանեց ժողովրդին 10-րդը տալ։ Ամեն տարի քո ցանած սերմիտ արդյունքեն, արդեն ելած ամեն արմատիկներեն, անպատճառ 10-րդ պետք է տաս։ Բ օրինաց 14:22 եւ երբ ծուլացան, Մաղաքիա մարգարեի միջոցով ասում է. միթե մարդ Աստծուն կխաբի, եւ ինչով կխաբի, չէ որ իմ 10-րդները ձեզ մոտ են, եւ դա ձեր տներում հափշտակություն կլինի, եւ երկինքը անձրև չի տա ձեր վրա։ Մաղաքիա 3:9 Գրիգոր Տաթևացի Սողոմոնի գրքերի մեկնությունը Երևան 2009 Գրիգոր Պարթևը միայն եկեղեցու համար հարկեր գանձելու նպատակով չէ, որ կանոններ ստեղծեց։ Նա նաև հիմք դրեց օրենքի ուժով հայոց ավանդական հավատքի հետնորդներին հետապնդելուն եւ նոր կրոնը քրիստոնեություն ամրապնդելու համար պատժամիջոցներ սահմանելուն։ Գրիգորին վերագրվող կանոններում ասվում է. Էթանոսների տուն գնացողը եւ այնտեղ ուտող խմողը թող 3 տարի ապաշխարվի եւ ապա հաղորդվի։ Նաեւ եթե մանուկը առանց մկրտության մեռնի, եթե մեղավորը ծնողներն են, թող նրանք 7 տարի ապաշխարեն։ Քահանաները եւ հոգեբարձուները նույնպես թող պատժվեն։ Ռ. Ավակյան, Հայ իրավական մտքի գանձարան, Երևան 2001 Եթե ընդունենք, որ նշված տարիներին Գրիգորն էր հայոց իրական թագավորը, ապա կարելի է եզրակացնել, որ բացի քրիստոնեությունը մերժող հայերին արտաքսել սպանելուց, քրիստոնյա դարձած, սակայն դավանաբանական կարգը լիովին չկատարող հայ պետականորեն օրենքից դուրս է համարվել։ Հայը վերջին հոդվածից հասկացվում է, որ երեխայի նկատմամբ եկեղեցուն նույնպես Տիրոջ իրավունք է վերապահվում։ Իսկ 7 տարի ապաշխարելու սարսափազդու հեռանկարը պարզ է, որ պետք է ստիպեր ծնողներին շուտապույտ կնքելու իրենց նորածնին։ Գրիգորի 30 հոդված գլուխ պարունակող կանոններից մի քանիսը վերաբերում են կուսության։ Բ. Կուսակրոն քահանան, եթե կին առնի, թող 5 տարի դրսում, 2 տարի ներսում ապաշխարի, ապա հաղորդվի։ Եթե ամուսիններից մեկը երկակ է, մյուսը կույս, թող 2 տարի դրսում, մի տարի ներսում ապաշխարեն։ Ով կուսություն խոստացավ Աստծուն եւ պոռնկություն արավ, թող 7 տարի ապաշխարի։ Կույսը մենակյացը, թե իրեն Աստծուն է նվիրում, չհամարձակվի ամուսնանալ, իսկ ամուսնացողը թող հաղորդությունից մերժվի, նրանց ընդունելությունը թող կախված լինի եպիսկոպոսի մարդասիրությունից։ Այդ կանոններից պարզորոշ հասկացվում է, որ Գրիգորը քրիստոնեությունը Հայաստանում հաստատելուց անմիջապես հետո ամլությունը քարոզող կանոններ է ստեղծել, ինչը լիովին համապատասխանում է քրիստոնեական կրոնի գաղափարախոսությանը եւ իր ուսուցչի Ղևոնդի հորդորին, որ անձամբ առաջնորդվելով հոտդ կարողանաս բանավոր փարախը դեպին վերին Սիոն փոխադրել։ Գրիգոր Պարթևի մայից հետո կրոնական իշխանությանը ժառանգաբար տիրացան նաև Հայաստանի աշխարհիկ իշխանությունն իրենց ենթարկած նրա զավակներ, թոռներ, ծոռներն աստիճանաբար խստացնում էին պատժամիջոցները։ Արդեն գործի են դրվում ծեծը, աղվեսադրոշմը,
ուրկանացումը, բորոտների հետ ապրելը, առավել խիստ են նախկին հավատքի հետևորդներին պատիժները, օրինակ Շահաբվանի համաժողովում մծղնեության դեմ ընդունված 444 թիվ կանոններում ասում է, եթե մեկը մծղնեության մեջ գտնվի, լինի դա երեց, սարկավակ կամ աբեղաներից, պիտի հոգևոր կոչումներից կարգալույծ լինի, պիտի աղվեսադրող դրվի ճակատին և տարվի ճգնավորների մոտ ապաշխարության, իսկ եթե կրկին նա գտնվի մծղնեության մեջ, նրա երկու ջիլերը պիտի կտրել և ուրկանոց տանել, քանի որ մարդը պատվի մեջ էր և չհասկացավ։ Այդ նույն պատիժը վերաբերում է նաև աբեղաներին, իսկ եթե տղամարդն իր կնոջ և որդիներով գտնվի այդ աղանդի մեջ, տղամարդկանց, կանանց և գիտակցության հասած մանուկների ջլերը պետք է կտրել, աղվեսադրոշ դնել ճակատներին և տանել գոդենոց ապաշխարության համար, իսկ այն մանուկները, որոնք դեռ չեն գիտակցում պղծությունը, նրանք պետք է վերցվեն և տրվեն Աստծու սուրբ պաշտոնյաների ձեռքը, որպեսզի կերակրեն և սովորեցնեն նրանց ճշմարիտ հավատը և Տիրոջ երկյուղը։ Հայ ժողովրդի պատմության քրիստոնեմատիա, Երևան 1981 թիվ, Հատոր առաջին, էջ 594, ոչ ոքս չենք կարդացել, ոչ չեն մատուցել էսի որպես ծրագիր, հիմա մեջտեղ է եկել։ Միայն այս պատիժն արդեն ցույց է տալիս քրիստոնեական ուսմունքի անօգուտ, անընդունելի նենգ լինելը։ Կարծում եմ, ջիլերը կտրելուց ու բորոտանոց տանելու պակաս պատիժ չէ մանուկներին խեղդելը, սովորեցնել ճշմարիտ հավատը և Տիրոջ երկյուղը, իսկ մարդը պատվի մեջ էր և չհասկացավ արտահայտությունը դեռևս հիշեցնում է թալմուդական այն դրույթը, թե երկրագնդի վրա եղած այն ամենը, որ շնչում է ու հրեաներին չի պատկանում, պետք է ոչնչացվի։ Ռ. Ավագյանը Հայ իրավունքի մտքի գանձարան աշխատության մեջ Երևան 2001 թվական գրում է, որ մծղնեական ծխականները որպես հավատացյալներ ժխտում էին սրբերին, պարսավում քրիստոնեական օրենքներն ընդհանրապես, սակայն կանոնում ոչինչ չի ասում այն մասին, թե կոնկրետ ինչ են քարոզում մծղնեականները, բայց այն, որ նրանք վտանգ են ներկայացնում քրիստոնեական եկեղեցու համար, վկայում է այն փաստը, որ մծղնեության մեջ մեղադրվող շինականներից և կրոնավորներից մինչև արքունական անձինք բոլորը ենթարկվում էին խստագույն պատիժների։ Ղևոն Դալիշյանը ցույց է տվել, որ մծղնեականները արևապաշտներն են, հիմա միհրականները, որոնք անվանվում են նաև արևորդիկ։ Արդեն հասկանալի է դառնում, թե եկեղեցին ինչու է այդքան դաժան պատժամիջոց սահմանել հատուկ արևապաշտների, միհրականների համար։ Հիշենք, որ եկեղեցին արևը սատանա է համարում։ Միայն այժմ է հասկանալի դառնում, թե արևը ինչու է փոքրատարով գրվում, որը ըստ եկեղեցու մարդկանց ջերմացնելով հեռացնում է Եհովայից և Քրիստոսից։ Անհրաժեշտ եմ համարում Ալիշանի աշխատությունից մեջ բերել արևապաշտներին վերաբերող հետևյալ քաղվածքը։ Ավելի դիտելին ու զարմանալին այն է, արևապաշտությունը առավել, քան այլ հավատներ, ինչ որ ձևով տևական ու խորն արմատավորվել է մեր ազգակիցների մեջ, և այլևս ժամանակներում երևացել են արևորդիներ, որ գուցե մինչև հիմա էլ կան։ 11-րդ դարի կեսին Գրիգոր Մագիստրոսը այս անունով է հիշում նրանց և համարում է Զանդիկ մոգերից առաջացած։ Ոմանք ինոցանե դեղյալք արեգնապաշտ, զոր արևորդիստ անուանին և ահա այն յարդեմ գավառի վիճակետած բազունք և քրիստոնյա զինքեանս
յայտնապես կոչեն, բայց եթե որպիսի մոլերությամբ եւ անարակությամբ վարին գիտենք զի ոչ եւս անտեղյակ։ Գրափար էր գրած։ Նրանից մեկ դար անց նրա շնորհալի շարավիղ Սուրբ Ներսեսը Սամոսատիի կողմերի արևորդիների մասին հաստատորեն ասում է, թե հայոց սերունդներն են, որոնք ոչ կամեցան լուսավորիչ աստվածային լուսովնի ձեռն լուսավորիչին մերով, եւ քահանաներին պատվիրում է, որ նրանցից դարձի եկողներին ընդունելու ժամանակ նրանց երեսները ուղղեն արևմուտք, 3 անգամ թքել տան սատանայի երեսին։ Նաև խրատեն զ արեգակն մի այլ ինչ համարիք, քան թե ճրակ աշխարհի, զոր ստեղծ արարիչն Աստված, եւ այդ գնա երկինս լուսատու լինել երկրի։ Արևի պաշտամունքի կամ նրա պատվելու մագիստրոսի հիշատակած անառակությունը քիչ ավելի է բացատրում մեր Սուրբ Հայրապետը։ Մագիստրոսից որ շատ առաջ Ալավկի որդի Դավիթ վարդապետը հայտնապես ասում է. «Փայլիակյանք կամ մղձնայք արուորդած ազգն է»։ 2 դար անց 14-րդ դարի կեսերին Մխիթար կաթողիկոսը Հռոմի պապին գրում էր, թե այն ժամանակներում եւս արևորդիներ կային Մանազկերտում, որը շնորհալիից ու մագիստրոսից շատ դարեր առաջ էր Թոնդրակյան աղանդավորների եւ նրանց նմանների բույններ։ Մխիթար ապարանցին գրում է. «Են ոմանք հայկազանք եւ հայուզ երկար մի բանա իզուր տեղը ժամանակ չկորցնեմ, որտեվ չենք հասկանալու ինչ եմ գրում։ Բայց փաստա մեջ է բերվում գրապատ։ Ամեն առիթով ասում է, որ հայաստանյա ծառայկելական եկեղեցին իր մարդասիրությամբ իբր տարբերվել է քրիստոնեական աշխարհի շատ ու շատ ազգային կոչված եկեղեցիներից եւ օրինակ է բերվում, որ մարդկանց խարույկի վրա կիզող ինկվիզիցիան Հայաստանում չի գործել։ Սակայն հարց է ծագում, թե արդյոք ավելի մարդասիրական չէ մարդուն այրելով վերացնելը, քան 2 ոտքերի ջլերը կտրելը, ճակատին աղվասադրոշ դնելը եւ որոտանոցում պահելը, այն էլ զավակների հետ միասին։ Գրիգոր Հայաստան ներխուժելուց ավելի քան 17 դար է անցել, սակայն այսօր էլ եկեղեցու ծիսակատարությանը մասնակից նույնիսկ ոչ դատարկապաշտ բանական մարդը շունչը պահած ու խոնարհ լսում է քարոզի մեջ ասված բացարձակ սուտն ու անհետությունը եւ չի համարձակվում որևէ կերպ արտահայտել իր համաձայնությունը։ Կարծում եմ այն պատճառով, որ եկեղեցու պատժի ու աններում վերաբերումի սարսափն արդեն ամրագրված է մեր ենթագիտակցության մեջ։ Տեղին է Ագադան Գեղոսի պատմությունից ճակերտավոր մեջ բերել Գրիգորի ու Տրդատի գործնեության մասին որոշ հատվածներ, սրանով նախ ցուցանելով եկեղեցու ջանքերով հայ մարդու մեջ բույն դրած սարսափի արմատները եւ ապա Գրիգորին լուսավորիչ, բարերար ու հայոց սուրբ կոչելու, իսկ Տրդատին մեծն պատվանվամբ հիշելու բարձրացակորեն անհամապատասխան եւ կեղծ լինելը, նաեւ Ագաթան Գեղոսի, Ղազար Փարպեցու, Ֆավստոս Բյուզանդի, Զենոբ Գլակի եւ այդ շրջանի հեղինակների աշխատություններից ամենևին չի հասկացվում, որ հայ արշակունիներն իրենց հայացքն ուղղում են դեպի քրիստոնեությունը։ Ըստ Ագաթան Գեղոսի, Տրդատը նախապես կտրականորեն մերժել է քրիստոնեական կրոնը, այն համարելով կեղծ ու վտանգավոր, բայց հետո երբ նրան ծնկի են բերել, նոր միայն հանդուրժել ընդունել է այդ կրոնը եւ դժբախտաբար նույնիսկ քրիստոնյա քարոզիչ է ձեռնադրվել, այնուհետև առավ արշակունյաց տոհմի իշխանազուներին դպրոցներում վարդապետություն ուսուցանելու, որոնցից առաջին անունը Տրդատ էր, որը եւ հենց թագավորն էր, իր ամբողջ տոնով մեկտեղ, նույնպես եւ ամեն մեկին ջանում էր ճշմարիտ գիտությունը հասցնել։ Տես Ագաթան Գեղոս 773։ Ագաթան Գեղոսը, եթե կարդաք,
հաջողվի, երևի էլ չհրատարակել, եւ ձեր տրամաբանությունը բաց թողեք վրան, հանկարծ շատ բաներ կհայտնաբերեք։ Ահա մի քաղված հայոց սրբերի սուրբ համարող Գրիգոր եւ հայոց մեծարգա Խորջորջ Ողտրտատի եղերական գործերից։ Ապա թագավորը Տրտատը իսկույն տիրաբար հրաման տվեց ամենքի հավանությամբ գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսի նախկին հայրենի, հնամենի եւ նախնիների եւ իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի։ Ապա ինքն իսկ թագավորը ամբողջ զորքով հանդերձ Վաղարշաբաթ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաք, ավերելու այնտեղ Անահիտի դիցու Բագինը։ Եվ այն, որ երազամույն կոչված տեղում էր գտնվում, նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմզդի գրչի դիվան կոչված, երզացույց, երազահան պաշտամունքի Տեր Աստծու իմաստության ուսման Մեհյանը եւ ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել։ Այնտեղ երևացին կերպարանափոխված դևեր, այրուձի բազմության եւ հետևազորի գնդի կազմության նմանությամբ, մկնդավորներ եւ մուրճավորներ, առաջ էին ընթանում մարդկային կերպարանքով, նիզակներով եւ զինանշաններով, զենք ու զարտով, զինաված, մեծ գոչումով աղաղակ բարձրացրին եւ փախչելով ընկան Անահիտի Մեհյանը։ Այնտեղից հարձակվողների դեմ սկսեցին կռվել շինվածքի վերևից ներքև մարդկանց վրա, անուժ նետեր եւ թանձրատարապ քարահոսք թափեցին, որոնցով մի քիչ զարուրեցրին նորահավատ մարդկանց։ Իսկ Սուրբ Գրիգորը երբ այս տեսավ, տերունական խաչի նշան առած դիմեց Մեհյանի դուռը եւ Մեհյանի ամբողջ շինվածքը հիմնահատակ դղրդալով տապալվեց եւ փայտակերտ մասերը հանկարծ բռնկվելով վառվեցին տիրունական նշանի զորությունից եւ ծուխը ծառացած մինչեւ ամպերը հասավ։ Դե գնացեք ու տակից դուրս եկեք։ Բոլոր դևերը փախուստի դիմելով մարդկանց արջեր երևացին, օձիք պատռելով, ճակատը ծեծելով, ճիչ բարձրացնելով, մեծակոշ լալով ասում էին, թե վայ մեզ, վայ մեզ, վայ մեզ, որովհետև ամբողջ երկրից մեզ փախստական արեց մարդու դուստր Մարիամի որդին Հիսուսը։ Այստեղից էլ բանտարկվածի եւ մեռածի ձեռքով մեզ վիճակվեց փախստական լինել։ Այդ ուր փախչենք, քանզի նրա փառքը լցրել է տիեզերքը, եւ որովհետեւ մեզ առանց հանգիստ տալու օդ ծեծելով անջատեց մարդկանց բնակությունից, ուստի մենք գնում ենք Կովկաս լեռան բնակիչների մոտ, հյուսիսի կողմերը, գուցե այնտեղ հնարավորություն լինի, որ կարողանանք ապրել եւ մեր կամեցածը նրանց միջոցով կատարել։ Այս ասացին ամենքի առջև եւ մարդիկ, որ լսեցին, բոլորն էլ ավելի եւս հաստատ դարձան հավատքի մեջ։ Իսկ սևագուն դևերը աներևույթ եղան, տեղից չկացան եւ ծխի նման վերացան։ Այնտեղ հասած մարդիկ իսկույն հիմքերը քանդելով մնացածն ավերեցին եւ ամբարված գանձերը աղքատներին, տառապածներին ու չքավորներին բաժանեցին։ Այսինքն այդ դևերը, որ ասել են գնանք այս երկրից հայրենիքից, դրանք սա հարուստներն են եղել։ Դրանք չքավորներն էլ չեզոք են, չեն խառնվում այս գործին, սպասում են քրիստոնյաները խլեն դևերից, քանդեն մեհյանները, ունեցվածները իրանց բաժանեն։ Տեսեք ինչ մարդկային ժողովրդավարական քրիստոնեություն է։ Դաստակերտներն ու սպասավորներին քրմերով հանդերձ, նրանց հողերով ու սահմաններով նվիրեցին եկեղեցու պետքերին ծառայելու համար։ Եվ Գրիգորը առասարակ ամենքի համար աստվածապաշտության խոսքը սերմանեց եւ բոլորին Տիրոջ ճանապարհի վրա կանգնեցրեց, արարչիկ պատվիրաններին տեղյակ դարձնելով։ Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերում, ավաններում, ագարակներում ցույց էր տալիս եկեղեցու տեղերը, նույնպես եւ ճանապարհների, ելքերի եւ մուտքերի մոտ, փողոցներում, հրապարակներում, խաչմերուկներում որպես պահապան ու ապավեն
կանգնեցրեց ամենքի երկրպագած նույն նշանը։ Ինքը Գրիգորը առավ թագավորին, շարժվեց գնաց, որպեսզի Հայաստան աշխարհի բոլոր սահմանների վրա ուրիշ կողմերում եւ կենաց խոսքը սերմանեն, գնաց ասավ Դարանդաղյաց գավառը, որպեսզի այնտեղ եւս կործանեն սուտ աստվածների բագինը, որը Թորդան գյուղում էր, Սպիտակափառ Բարշամինի անվանված Աստծո մեյանը։ Նախ այն կործանեցին ու նրա արձանը փշրեցին եւ բոլոր գանձերը, ոսկին ու արծաթը ավարի մատնեցին եւ աղքատներին բաշխեցին։ Եվ գյուղը բոլոր դաստակերտներով հանդերձ ու սահմաններով եկեղեցուն նվիրեցին եւ ամենափրկիչ նշանի օրինակը այնտեղ եւս կանգնեցրին։ Իսկ Երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով թագավորի անկեղծ օժանդակությամբ սկսեց գավառում քարոզել, ամենքին դուրս բերեց նախնիների ավանդույթներից, սատանայապաշտ դիվանական սպասավորությունից եւ մոտեցրեց Քրիստոսի հնազանդ ծառայությանը։ Դևերը այլակերպ ձևերով փախստական դարձան ընկնելով խատյաղած կողմերը, երբ նրանց եւս հաստատեց, գնաց հասավ Անի անվանված ամուր վայրը, հայոց արքաների գերեզմանների թագավորական կայանը, այնտեղ կործանեցին բագինը, Զևս Արամազդ Աստծո, որ բոլոր աստվածների հայրն էր անվանված։ Այստեղ եւս տիրունական խաչի նշանը կանգնեցրին եւ Ավանը իր ամրություններով հանդերձ եկեղեցուն ի ծառայություն նվիրեցին։ Կշարունակվի իհարկե, բայց հետաքրքիր էր այդ դևերի պատմությունը, որովհետեւ բանից դուրս եկա, որ Հայաստանից ով փախչում դուրս է գալի, անունը դև են դնում։ Այսինքն ոչ ոք չի գտնում հանցագործներին, որ ասես մարդն չի ագնում, մինչև մեր օրերը։ Ուրեմն Հայաստանից դուրս եկողները, որոնք փախչում են Հայաստանից, դուրս է գալի 1700 տարի դուրս են գնացել։ Դրա համար աճ չկա։ Դրա համար չկա, որովհետև այնտեղ իշխել է այս բարեփոխումներ անցկացնող կրոնը։ Հետևաբար մինչև այսօր շարունակվում է։ Դուրս է գալիս, որ այսօրվա Հայաստանում գործող քրիստոնեությունը լուր հետևում է, որ իշխանության մեջ եւ այստեղ ծավալվող իրադարձությունը բարեհնչյուն է այն մտքին, որ ինքը բարգավաճում է եւ իրեն ոչ մի բան չի սպառնում, հատուկ տեղ ունի պետության նախագահի կողքին նստելու, եւ սա հիշում եք, որ հակասություն առաջացրեց Երևանի քաղաքապետի եւ այլն։ Ուրեմն սրանք այսօրվա կառավարիչները եւ եկեղեցին նույն Տրդատ եւ Գրիգոր համագործակցությունն է։ Պարզապես հիշողություն չունեցող ժողովուրդը դատողություն էլ չունեցողը գլխի չի ընկնում։ Սանով ավարտենք սրա հաղորդումը։